Հայաստանն առաջին քայլերն է անում բուսասանիտարական վկայականների փոխանակման գործընթացի թվայնացման ուղղությամբ, բայց նախ ինչ է բուսասանիտարական վկայականը։ Դա միջազգային բեռների արտահանման ժամանակ տրվող սերտիֆիկատ է, որը որ հավաստում է բեռի անվտանգությունը։ Ահա այդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության տարածքում տրվում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Արտահանման ժամանակ յուրաքանչյուր տնտեսվարող, որը որ ունի բեռ արտահանելու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, հայտով դիմում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որից հետո սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները գնում են վերցնում են նմուշառում, տալիս են լաբորատոր փորձաքննության, որից հետո տրվում է սերտիֆիկատը։ Վկայականը այժմ տրամադրվում է թղթային տարբերակով, իսկ փոփոխության ներդրման պարագայում այն կդառնա էլեկտրոնային։ Նախագիծը հնարավորություն կտա տեսչական մարմնին էլեկտրոնային բուսասանիտարական վկայականներ փոխանակել բույսերի պահպանության միջազգային կոնվենցիայի հարթակի միջոցով։ Արտահանողի դեպքում օրինակ նա պարտավոր չէ մի քանի անգամ այցելել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Նա պարզապես պետք է դիմի բուսասանիտարական վկայականի համար։ Այն առցանց է, կարող է հետևել իր վկայականի կարգավիճակին, որից հետո ընդամենը մեկ սեղմումով տպել իր վկայականը։ E-Phyto լուծման նպատակն այն է, որ երբ բուսասանիտարական վկայականի կարգավիճակը մասնագետի կողմից նշվի թողարկված, այն ավտոմատ կերպով ուղարկվի E-Phyto Hub-ին, այսինքն կենտրոնին, եւ նրա միջոցով աշխարհի բոլոր երկրներ։ Նախագծի կարևորությունն էլ տեսչական մարմնի ղեկավարն է ընդգծում։ Ծրագիրը հեշտացնում է յուրաքանչյուր սահմանում անցակետերում արագացնում է իրենց գործընթացը, քանի որ չկա արդեն այդ թղթային տարբերակը, յուրաքանչյուր սահմանում դա երևում է որպես էլեկտրոնային։ Պետրոսյանն առանձնացնում է նաև անվտանգությունը։ Մենք ունեցանք դեպքեր, երբ որ մարդիկ այդ ֆիտոսանիտարական սերտիֆիկատները կեղծում էին, չէին գնում այնտեղ ներկայանալու, էլեկտրոնային ֆիտոյի տարբերակում դա գրեթե բացառում է, քանի որ հենց այնտեղ բեռը հասնում է տեղ, իրան գնում են ներկայանում են սանիտարական հսկողության, էլեկտրոնային դա հաստատվում է եւ մենք Հայաստանի Հանրապետությունում դա միանգամից տեսնում ենք։ Նախաձեռնությունն իրականացվում է առևտրի խթանման գլոբալ դաշինքի հետ համատեղ։ Կազմակերպության ներկայացուցիչներն այժմ Հայաստանում են։ Մենք այստեղ ենք E-Phyto լուծումը Հայաստանում ներդնելու համար։ Հիմնական նպատակն է օգնել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին եւ նաեւ Հայաստանին բարելավել առևտրային հարմարությունները եւ դրանք համապատասխանեցնել բոլոր միջազգային չափանիշներին։ Տեսչական մարմնի ղեկավարը նաև ընդգծում է, նախագիծը կստեղծի նոր հնարավորություններ հայկական արտահանողների համար Եվրոպական միության եւ այլ շուկաներում։ Վաղ թե ուշ կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր զարգացած երկիր գալու է այս քայլին, որովհետև շատ կարճ ժամանակներում արդեն այդ թղթային տարբերակները ներմուծվող երկրի պահանջ է լինելու, որոնք որ չեն ընդունելու։ Մենք հիմա դեռ սկզբնական փուլում ենք միանում հայ եւ ֆիտո ծրագրին, այդ փոփոխման ժամանակ մենք չենք ունենալու այդ խոչընդոտը։ Ղեկավարը հույս ունի, որ փոփոխությունը հեշտ կներդրվի, քանի որ Հայաստանն ունի այդպիսի փորձառություն Ռուսաստանի հետ։ Բացի թղթայինից տրվում է նաև էլեկտրոնային վկայական։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։